Պարոն Թաթոյան, կխնդրեմ նշել ձեր շարժումն ունի գաղափարախոսություն եւ որոնք են հիմքերը ու նորից խնդրում եմ անդրադառնանք թրիփին, ինչպես եք պատկերացնում հնարավոր է իրագործել այն եւ ռեգիոնում Միացյալ Նահանգների, Ախոյան եւ Ռուսաստանի Դաշնության հետ ինչպես պիտի խոսել այս բaragայում։ Շնորհակալ եմ։ Այո, մեր գաղափարախոսությունը նախ ես ուզում եմ այսօր հստակ խոսել 3 կարևոր արժեքների մասին՝ խաղաղություն, ուժ, արդարություն։ Սրանք մեր հիմնարար գաղափարախոսական ուղղություններն են, որի արդյունքում մենք պետք է ունենանք ուժեղ պետություն, ուժեղ անվտանգություն, արդար երկիր։ Սա մեր գլխավոր բանաձևն է։ Հիմա ինչ վերաբերում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Մենք պետք է զարգացնենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները որպես մեզ վստահելի գործընկեր։ Այս ընթացքում կարծում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաև հստակ դա ցույց է տվել։ Սա ես կարող եմ նաև իմ փորձով ասել, որպես ամերիկյան կրթություն ստացած մարդ, որպես մարդ, ով աշխատում է եւ աշխատել է ամերիկյան համակարգերում, հստակ ծանոթ է թե ինչպես են այդ համակարգերն աշխատում։ Եվ կոնկրետ ուղղություններով զարգացնելու ենք հարաբերություններ։ Ինչպես արդեն ասացի, բարձր տեխնոլոգիաների ոլորտ, մեր սփյուռքի հետ կապերի մեջ հստակ լինելով, ամրապնդելով նրանց հետ նաև կապերը։ Այսօր ինչ որ տեղի է ունենում Nvidia-ն, Apple եւ այլն ինչ որ կան զարգացումներ, դրանք ՕՔՊ-ի այսպես քաղաքական կամքի արդյունքը չեն։ Դրանք մեր հայրենակիցների շնորհիվ են, դրանք մեր սփյուռքի մեր հայրենակիցների, մեր մասնագետների, մեր IT բնագավառի մասնագետների եւ ուզում ասեմ մենք դա շարունակելու ենք։ Մենք դա շարունակելու ենք, ել ավելի ենք զարգացնելու, այո, Հայաստանը պետք է լինի խելացի պետություն, ամենաբարձր նվաճումների վրա հիմնված, պաշտպանության բնագավառի ինովացիոն ծախսերը։ Մենք պետք է ինովացիոն տեխնոլոգիաները, մենք պետք է այդ բնագավառում նույնպես Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցենք։ Բուհական համակարգի, կրթական համակարգի հարցերը, մյուս հարցերում նույնպես։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը։ Տեսեք, ակնհայտ է, որ մենք Ռուսաստանի Դաշնության հետ առաջնային պետք է լուծենք նրանց հետ այս իշխանության օրոք ձևավորված խնդիրները, որ կան։ Պարզ նստենք, խոսենք։ Մենք Ռուսաստանի հետ պետք է ունենանք արդյունավետ հարաբերություններ, ֆունկցիոնալ հարաբերություններ։ Ռուսաստանի հետ որևէ պարտավորությունից մենք չենք հրաժարվելու, այն ինչ որ կա։ Բայց մի կարևոր բան, մենք միայն Ռուսաստանից կախվածությունը, ինչը տարիներ շարունակ եղել է, կործանարար է մեր պետության համար։ Մենք չենք կարող մեկ շուկայից կախվածնել։ Դա մեր պետության համար մեծագույն չարիք է եւ վատ իմաստով մեծ ճոխություն է։ Մենք պետք է բոլոր նաև պետություններից վերցնենք լավագույնը։ Մենք չենք սադրելու որևէ պետության, կլինի Ռուսաստանը կամ որևէ մեկը։ Եվ կամուրջներ կառուցելով են գնալու առաջ։ Ու նաև մենք ոչ թե պետք է հովանավորներ փնտրենք, սա էլ մեր կարևորագույն արժեքային հարցերից է, այլ մենք սեփական մեր հնարավորություններով լուծումներ գտնենք եւ ինքներս մեզ պաշտպանելու եղանակները գտնենք։ Ինչը որ ունենք, չէ՞, ամբողջ աշխարհում մենք մեր հայրենակիցները ամբողջ աշխարհում ապահովում են տարբեր երկրներում պաշտպանական համակարգեր, անվտանգության, բայց մենք այս հնարավորությունը ունենալով ինչպես չեն կարող օգտագործել։ Անպայման պետք է անենք։ Շնորհակալություն։ Ժողովուրդ օրաթերթ Սոնա Գրիգորյան։ Պարոն Թաթոյան, կուզեմ անդրադառնամ ձեր հայտարարությանը, պաշտոնաթող նախագահների հետ կապված առաջարկեցիք, որպեսզի նրանց քաղաքական ուժերը չմասնակցեն ընտրություններին, որպեսզի կարելի է այսպես ասել, Փաշինյանին կարողանաք հաղթել։ Բայց սա կբերի արդար մրցակցության, օրինակ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ արդեն իր դեմքով մասնակցելու է ընտրություններին 2026 թվականին։ Մարդը ունի ընտրազանգված, որոնք կարելի է ասել պահանջում են, որ հենց Ռոբերտ Քոչարյանը իր դեմքով մասնակցություն ունենա։ Ձեր հայտարարությունը չի դառնա այդ զանգվածի, ընտրազանգվածի քարկոծում դեպի ձեզ, որտեղ մարդիկ կասեն, որ մենք էլ ուզում ենք, որ Քոչարյանը մասնակցի, եւ արդյոք օրինակ Փաշինյանին կկարողանաք ընդդիմադիրներին, տարբեր ընդդիմադիրներին դաշտից հանելով հաղթել, ինչպես եք դա պատկերացնում, օրինակ ընդդիմադիրների կարծիքով Գյումրին լավագույն օրինակն էր, որ շատ ընդդիմադիրներ հաղթեցին, մասնակցեցին ընտրություններին եւ կարողացան տարբեր ձայներ հավաքելով միավորվել եւ ՔՊԱ-ականներին հաղթել։ Ինչպես եք սա համարում եւ չեք վախենում այս թիրախավորումից, որ այսպիսի հայտարարությամբ հանդես եկաք։ Շնորհակալ եմ։
Նախ ես հստակ կրկնեմ հայտարարություն, շնորհակալություն այս կարևոր հարցի համար։ Ես հստակ հայտարարեցի պաշտոնաթող նախագահների մասին։ Պաշտոնաթող նախագահների մասին։ Հիմա գիտեք, եկեք մի հատ հստակ խոսենք, էլի, պարզ ժողովուրդ ջան, պարզ խոսենք, այն որ ծուրը նստենք, դուրս խոսենք վիճակն ասա։ Քաղաքական խոսում ենք, անձնական հարց չկա, քաղաքական խոսում ենք։ Մենք ուզում ենք, որ 2021 թվական կրկնվի։ Մենք ուզում ենք, որ նույն վաղարշաբաթը կրկնվի։ Մենք ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ի վերջո նորից էլի վերարտադրվի եւ 2026 թվականին ինքը լինի վարչապետ։ Ոչ չենք ուզում։ Իսկ դրա մեր ժողովուրդն ա տվել դրա պատասխանը։ Մեր ժողովուրդը հստակ ասել է պաշտոնաթող նախագահներ, որևէ մեկը չեք կարող երբեք գալ իշխանության։ Հստակ ասվել է։ Եվ սա շատ հստակ է ու Փաշինյանը դա շատ լավ հասկանում է։ Դրա համար Փաշինյանը նրանցից է դարձնում իրեն հակառակորդ։ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ նրանք լինեն հակառակորդ իրեն։ Մյուսը խնդիրների մասին, դուք խոսեցիք պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին։ Ժողովուրդ ջան, շատ կներեք, այս քանի տարի է պրիվետ ռոբ արտահայտության տակից չեն կարողանում դուրս գալ։ Բայց Սոնա Մնացականյանի շարասյունով տվեցի սպանեց Փաշինյանի շարասյունը, չէ՞։ Ինչ եղավ, տեսեք ոնց է տակից դուրս գալի։ Ոչ մեկ հանրային օրակարգում չի էլ դա հիշում։ Իսկ պրիվետ ռոբը, որը շատ մարդիկ չեն էլ հիշում ընդհանրապես, ես օրինակ ուսանող եմ եղել, չէ՞ պետք հիշում եմ, ցած անդադ փորձում եմ մտաբերել այդ ժամանակը այդպես բան կար, չկար, այս մենակ Փաշինյանից հայտարարություններից եմ հասկանում, որ այդպես բան ա եղել։ Կամ հանգամանքների մեջ մտնում։ Բայց դա ինչի շնորհիվ է ինքը անում Փաշինյանը եւ ՔՊ-ն, որովհետեւ գիտի մեր ժողովրդի վերաբերմունքը նրանց նկատմամբ։ Ես ուզում եմ նաև դիմել նախագահներին ասել, դուք հարգարժան պաշտոնաթող նախագահներ, դուք օգնում եք, որ ինքը բռնապետ դառնա։ Ինքը ձեր հետևից գալու է բոլորի հետևից, ձեր աջակիցների հետևից, բոլորի հետևից գալու է, ձերպակալել, կալանավորել, քրեական հետապնդումներ։ Ու հետո չբողոքեք, որ այ աջակցություն չկա։ Մեր ժողովուրդը չի աջակցում ձեզ։ Մեր ժողովրդի մեծամասնությունը չի ուզում, որ դուք գաք իշխանության, որ ավելի ավելանում են Փաշինյանի բռնապետական այս հավակնությունները եւ եթե մենք չենք ուզում դրա համար ասեցի ես ոչ թե դա ներողություն մի բան էլ էսպես ասեմ ընտրություններին չմասնակցելը մարդու իրավունք է մարդն է որոշում մասնակցի չմասնակցի բայց եկեք հենց այդ քաղաքական համակարգը հասկանանք եթե քանի դեռ այս քաղաքական համակարգը գոյություն ունի նախկին նախագահներ versus ինչպես ասում են Փաշինյան ապա Փաշինյանը միշտ հաղթելու է, որովհետև Փաշինյանի երաշխիքը այսօր քաղաքական կյանքի երաշխիքը նախկին նախագահների արկայությունն է, ընդ որում 3-ը միասին, որտև հանկարծ նրանցից մեկը հայտարարեց երկուսը չէ, դա չի օգնելու, չի աշխատելու։ Որովհետև էլի եւ ասեմ ձեզ մի բան էլ, այդ դեպքում ընդդիմության դուք խոսում եք ընդդիմության միավորումից, այդ դեպքում ընդդիմության միավորում էլ չի լինելու։ Այս ընտրապայքարի մրցավազքի մեջ լինելու պատճառով։ Ինչ վերաբերում է թիրախավորումներին, գիտեք, այս ընթացքում դուք չեք տեսնում ես ոնց են թիրախավորում։ Էլ ինչ ասես ասում են։ Էլ քիչ ամենում ասենք մտածենք, ինչ ենք անում, գիշերները մարդ են կուտում, ինչ ենք անում։ Դրանից ավել էլ ինչ թիրախավորել։ Ամենավատ ձևերով ինչ հայոյանք, արժանապատվությանը կպնող ինչ ասես, էլ չասեմ ինչ բամբասանքներ են տարածում, բայց մենք ուսանանց չենք հիմա բողոքում։ Սա ես ոչ թե հիմա ինչ որ բողոքում եմ կամ ես սա ասում եմ որպես ես այն ինչ որ տեսել եմ ինչ որ մեզ վրա զգացել ենք, թե ինչ է մեզ սպասվում, հանկարծ եթե այս քաղաքական համակարգը այսպես գնա միջև ընտրություններ։ Եվ դրա համար եմ ասում, որ լուծումը կամ ճանապարհը, որ կարող է տանել դրան, միայն դա է։ Թիրախավորումից իհարկե չի թիրախավորումից, այնքան կարևոր process-ի մեջ ենք, մեր երկրի համար պատմական նշանակության process-ի մեջ ենք։ Ես իմ ամբողջ կյանքը դրել եմ սրա մեջ, իմ անունը, հեղինակությունը, իմ ամեն ինչ, ու ես ամեն ինչ անելու եմ, որ իմ հնարավորություններից կախված, որ մեր ժողովրդին այս ամենը տեղ հասցնենք։ Սա շատ կարևոր նշանակություն ունի։